միջոցառումներ դուք տեսնեք։ Շնորհակալություն, պարոն Պապոյան, ես էլ հարցեր ունեմ։ Առաջինը, ինչա նախատեսվում հաջորդ տարի շարժական սպանդանոցների մասով, կարծես թե դեռ սպանդանոցների մասով անելիքներ շատ ունեն, կարծես թե առևտրի ոլորտում անընդհատ հանդիպում ենք իրավախախտումներ եւ կուզենայի նշեք տեղակ եք արդյոք վերջին շրջանում ես մեղվաբույծների Սյունիքի մարզի հարավային հատվածից, որ ինչ որ հիվանդություն է տարածված մեղուների մասով, ունեք տեղեկություն ինչի մասին է խոսքը եւ եթե ունեք ինչ հետևանքներ կա դրա մասով, շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Սպանդանոցների մասով մեր քաղաքականությունը շարունակելու է լինել այս ոչ թե պատժիչ, այլ աջակցող։ Այսինքն մենք ինչ ենք անում, մենք կառավարությունը փորձում է այդ process-ին գնալ քայլ առ քայլ, այսինքն ոչ թե այդպես միանգամից ուժային եղանակներով եւ այլն, այլ մի կողմից մեր ֆերմերային տնտեսություններին ներկայացնելով, որ այդ ճանապարհը չգնալը դա հեռանկար չունի, որովհետեւ մյուս կողմից աջակցելով ֆինանսապես բոլոր կողմերին, որպեսզի իրենք գնան այդ ճանապարհով։ Տեսեք, օրինակ մենք ինչ ենք ասում, հա, մեր ծրագրերից մեկի մասին ասեմ, ասում ենք, եթե դուք սահմանված համայնքներում առնում ես շարժական սպանդանոց, մենք կանխավճարի 80%-ը փոխհատուցում ենք։ Այսինքն ստացվում է, որ արժեքի 16%-ը կառավարությունը հենց սկզբից փոխհատուցում է։ Ընդամենը 4%-ն է գյուղացիական տնտեսությունը վճարում։ Հետո 80%-ը ըստ էության 80%-ը մնում է վարկ։ Այդ վարկի տոկոսները 100%-ով կառավարությունը սուբսիդավորում է։ Ստացվում է, որ 80%-ն էլ ինքը աշխատում փակում է, այսինքն մի ինչ որ փուլում ուղղակի այդ անվճար իր մարդուն մնում է իր սպանդանոցը եւ բնականաբար իսկ իր որպես ակտիվ, որը կարող է բնականաբար շարունակել իր տնտեսական գործունեությունը։ Այս ծրագրի հետ կապված դեռ քննարկումներ ունենք, ինչպես շարունակենք, ինչ ծավալով, որի մեջ ինչ փոփոխություն անենք, դա ցիչ այս պահին, քանի որ մենք քննարկումների մեջ ենք, թույլ տվեք ավել բան այս պահին չեմ կարողանա ասել, իսկ ինչ վերաբերում է մեղուների հիվանդությանը, դա գիտենք արդեն ինչ հիվանդություն է, բնականաբար փորձենք որոշակի մեխանիզմներով, աջակցության ծրագրերով փորձենք աջակցենք, այդ թվում այս տարի ունեինք ուրեմն մի ծրագիր, որը մեղվաբուծության զարգացման ծրագիր էր, մասնավորապես երբ որ ծախսերի 50% կառավարությունը սուբսիդավորում էր, երբ որ մեղվափետակներ էին գնում, մենք մեր դրած բոլոր նպատակներին այս մասով հասել էինք, բայց թերևս քննարկում ենք այս փուլում նաև այդ հանգամանքով պայմանավորված որոշակի ժամանակահատվածով ծրագրի շարունակականությունը ապահովումը, որպեսզի կարողանան այն տնտեսությունները, որոնք որ կորցրել են այս մեղվան ընտանիքները, այսպես ասած 50% էժան գնով կարողանան նորից ձեռք բերեն, որպեսզի շարունակեն, իհարկե նաև կփորձենք անհրաժեշտ ուրեմն գյուղ խորհրդատվությամբ, անհրաժեշտ այլ հնարավոր գործիքակազմերով աջակցել, որպեսզի աջակցենք, որպեսզի նաև հնարավորինս հետևանքները լինեն ավելի թեթև եւ անցավ մեր ֆերմերների համար։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, հիմա կանխվել է հիվանդության տարածումը, մնում է վնասների Ես այդպեսի բան չէի ասի, բայց մեր ուշադրության տակ է այդ հարցը, փորձենք հնարավորինս բնականաբար որովհետև դրա հիմնական արդյունքները ավելի շատ նաև կարող է գարնանը երևալ, երբ որ ծմերացումից հետո կտեսնենք ինչ հետևանքներ կան, փորձենք հիմա այս պահին տարբեր գործիքակազմերով աջակցել ոլորտի հետագա ոտքի կանգնելու։ Շատ լավ, շնորհակալություն, կարծես էլ հարցեր չկա, պարոն Պապոյան, կարող ենք անցնել արդեն։